Այս տարվա ջահերով երթի կարգախոսը նորից զարկ երբալածում են քեզ եւ դա պայմանավորված է նրանով, որ արդեն երկրորդ տարին է երկրում որևէ իրավիճակ չի փոխվում եւ մենք նորից կանգնած ենք այդ խնդրի առաջ, որ կարող է ինչ-որ մի օր ցեղասպանության նույն զոհը լինենք եւ ջահերով երթը առաջին հերթին հենց նրա մասին է, որ պայքարելու ենք եւ հենց ջահակիր լինելը նշանակում է պայքարողի տեսակը։ Իրազեկման ակցիաները կարևոր մասն են կազմում, որովհետև երիտասարդության ու առհասարակ ժողովրդի հետ շփվելու տարբերակներից մեկն է։ Մենք սա միակ ակցիան չի, որը անում ենք, ունենք ուսանողության հետ հանդիպում, ուսանողների հետ երկար տարիներ է ինչ համագործակցում ենք։ Բացի դրանից մենք երկար տարիներ է արդեն ինչ ջահակիրների համար առանձին հայտադիմում ենք բացում եւ ովքեր որ ցանկություն ունեն գրանցվում են դառնում ջահակիր, մինչև 2020 թվականը այդ ավանդույթը չենք ունեցել, միշտ ունեցել ենք ջահակիրներ, ովքեր Դաշնակցության երիտասարդական միության անդամ են եւ նաեւ ուսանողական միության, սակայն բողոքները, որոնք ուղղված էին մեզ, մարդիկ ցանկություն ունեին, երիտասարդները ցանկություն ունեին մասնակցելու եւ որոշեցինք այդ տարբերակով ներգրավվել եւ բացի այդ ջահերով երթը քանի իր մեկնարկին հարյուրավոր մասնակիցներ ուներ, այս օրերին արդեն հազարավոր մասնակիցներ ունի եւ համահայկական բնույթ է ձեռք բերել։ Մենք պայքարում ենք ճանաչման եւ հատուցման համար, մենք կշարունակենք մեր պայքարը մինչեւ որ հատուցվի այդ ցեղասպանությունը եւ ճանաչվի բոլոր պետությունների կողմից փակցված պաստառների վրա եթե նկատում եք կա QR կոդ, որով կարող եք անցնել հղմանը եւ դառնալ ջահակիր, շատ կարեւոր է որ այսօրվա երիտասարդությունը կանգնի մեր կողքին, դառնա ջահակիր եւ պայքարի մեզ հետ։ Այո, մենք պայքարում ենք նաև ցեղասպանության ուրացման դեմ, որին հիմա գնում են մեր իշխանությունները համագործակցելով թուրք իշխանությունների հետ։ Այս երթը պահանջատիրության եւ հակաթուրքական միակ միջոցառումն է Հայաստանում, որը իրականացվում է։ Կարծում եմ, որ շատ կարևոր մեսիջ է, ջահերով երթը բոլոր տարիներին շատ մեծ տարածում է ունենում մեդիադաշտում Հայաստանից դուրս եւ նամանավանդ թշնամական մեդիադաշտում եւ նրանք հասկանում են, որ այս ակցիան ուժ է, որը մեծանալու հատկություն ունի եւ ինչ որ մի օր եւ մենք վստահ ենք դրանում, մենք ամեն տարի ջահերով երթ կազմակերպելուց, անելուց, մարդկանց հետ շփվելուց համոզված ենք, որ հատուցման պահը գալու է։ Եվ այս ուրացման քաղաքականությունը, որը տարիներ շարունակ գեներացվել է, ինչպես հակառակորդի թշնամու կողմից, այնպես էլ վերջին տարիներին ցավոք քաղաքական պրոցեսներն են դրան տանում, մենք դա կանխելու ենք եւ կասկած չկա դրանում։ Թուրքիան պատասխանատվություն կգրի իր գործած ոճի համար, որովհետեւ ցավոք սրտի մենք շատ մոտ անցյալում ունեցանք նաև Արցախում ցեղասպանություն, մենք դա որակում ենք որպես ցեղասպանություն եւ այդ հանգամանքը եւս անպատասխան մնալ չի կարող։